Հիմա ինչ իմաստ կար Դավիթ Համբարձումյանը հելներ զենքով մարծեցիր, որ վաղը չեմիսորներ հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքապետի պաշտոնից հրաժարական տար։ Էլ ընդ մարծեցող չկար, մի եկա զորք ունի Դավոն։ Սա մասը Դավոյի զորքն է, լավ իմաստով եմ ասում, կոպիտ ասած։ Այսինքն այնտեղ զենքանողներ էլ կային, կռիվանողներ էլ կային, ընդհակառակը Դավիթ Համբարձումյանը ինչքան կարար հերու կպահեր իրան այդ իրավիճակներից, որ հանգարց վաղը չեմիսոր իրան ինքը քաղաքապետի պաշտոնից չհրաժարվեր։ Հասկանում եք, հրաժարական չտար։ Ուզում ասեմ դա աբսուրդ բան է։ Դե մի հատ վիդեո թող ցույց տա, որ Դավիթ Համբարձումյանը կռիվարել կամ զենքով մարտածեցել։ Որ թաքուն տեղ լինի, չեմ բացառի։ Որ մարդ չտենա հակառակը զենքեր աներ, տո ծեծերել, լավ էլ աներ։ Հասկանում եք, այդ չի հարցը, բայց մարդաշատ վայրում, այդքան լրագրող, այդքան ստուկաչ, այնտեղ այդքան գործտվող, այնտեղ Դավոնտի զենք աներ այնտեղ, կամ մարծեցեր այնտեղ, որ մի հատ էլ Դավոյին վաղը չեմիսօր հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին դրվածքը տենց էր։ Սաղ էլ հրաժարական էին տալի հելնում էին, որ հրաժարական տար հելն է։ Ասենք աբսուրդ է, էլի հասկանում եք։ Անենց էլ չէր կառիվանող չկար ստիպված Դավոն ասել դե թքած քաղաքապետից պաշտոնի վրա հանուն Սերժ Սարգսյանի հետ մենք կռիվանեմ, հանուն իմ հայրենիքի հետ մենք կռիվանեմ։ Այդ վիճակն է, եկա մի զորք փողը կանգնած էր։ Այն վաղտն էլ հիմա էլ։ Հենց այդ զորքով 18 թվի էյֆորիայի պայմաններում հաղթեց Նիկոլին։ Զորք նկատի լավ իմաստով եմ ասում, ոչ ոք իրան հանկարծ վատ չզգա։ Հասկանում եք, ուզում ասեմ ինքը ընդհանրապես ընդ կռիվ չի արել, չերել անի, դրա կարիքն էլ չկար որ աներ։ Հասկանում եք։ Բայց Ալեն Սիմոնյանն ասում է ինչ-որ տեսանյութ կա, որտեղ երևում է որ Դավիթ Համբարձումյանը ծեծում է ինչ-որ Համբարձումյանն էլ ասեց։ Թող ցույց տան։ Նորից եմ ասում Դավիթ Համբարձումյանը հոյ ծերման հիմար չի, որ դուք տենց հիմարություններ կանեք։ Դավիթ Համբարձումյանը թակարակը կամերաների դեմը կար, ասել է թարգեք ժողովրդին մի ճշեփ ասես ձևեր կարողա թափել։ Օրինակ եմ ասում էլի։ Կամերաների դեմը։ Հոնա հիմար չէր հելներ այնտեղ կռիվաներ, որ նկարեն ինքն էլ քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալ, իր սաղ կարիերայի վրա խաչ քաշե։